Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք ստեյք շատ հետաքրքիր ձևով։ Հիմա մեր օպերատորը մոտիկից կներկայացնի։ Ինչ հետաքրքիր ստեյքներ են պատրաստելու։ Ջուլիա, դու ինչ ես պատրաստելու։ Ես կպատրաստեմ սպարժա, հայերեն տարբերակով ծնեփեք, բիկոնով։ Շատ հետաքրքիր վիդեո է ձեզ սպասում, ժողովուրդ ջան։ Ամենակարևորը էլի նորից բոլորիդ խնդրում ենք վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Ու չեք մոռանում այն լայքերի մասին։ Դե գնացինք պատրաստելու։ Ուրեմն ինչից ենք սկսում, Ջուլիա։ Ինձ պետքա որ ստեյքները ես աբրաբոտկա անեմ։ Դու ավելի լավ է քո սեղանի վրա։ Նայեք ինչ հավեսին ստեյքներ են, պետքա իան շատ հետաքրքիր ձևի պատրաստեմ։ Ամենառաջին տավայի մեջ իան պետքա տապակենք, հետո պետքա դնենք ջեռոցի մեջ։ Ունես որ ձեզի շատ հետաքրքիր վիդեո է սպասում։ Գնացինք։ Ուրեմն ինչից ենք սկսում, Ջուլիա։ Սկսեցինք պատրաստել։ Ջուլիա, դու կարաս ներկայացնես ինչ ես անում։ Ես հիմա լվանամ, ծնեփեկը պետք է լվանամ։ Ողջան, կարդացել եք։ Կարդացել եմ, հենց այդ ձև էլ գնել եմ։ Դավթյանա գրացել եմ։ Դավթյանների արտադրանքն ենք պատրաստում։ Հիմա թող մեր օպերատորը մոտիկից ցույց տա։ Լվանում ես բաներությունը, շատ թարմ է։ Հիմա սեզոնն է, դրա համար ցույց տամ, ողջան։ Դե հա, բա։ Եվ երկրորդը։ Չավեսին կտորները։ Արդեն երկրորդն ես անում։ Երրորդ հարթ։ Երրորդ։ Արդեն երրորդն եմ ջր պատրաստում։ Всё, պատրաստ է մեր արդեն ստեյքները։ Ուրեմն ինչ ենք անում, վեկալում ենք զեթունի ձեթը։ Այսպես հավեսին իան պետքա զեթունի ձեթով։ Համեք, այսպես տնավարի ամենակարևորը։ Այսպես սիրուն, պետքա որ կողքերով ամբողջական իան զեթունով այսպես տնավարի։ Ուրեմն հաջորդ մեր քայլը ինչ ենք անում։ Վերցնում ենք մարսկոյ աղը։ Այսպես ձեռքով իան։ Նայում եք ինչ հավեսին։ Այսպես պետքա իան մարինացնենք։ Հաջորդը սև պղպեղ եւ թեքում ենք հակառակ կողմը նույն գործողությունը ժողովուրդ ջան։ Պարտադիր դի խոշոր լինի, աղա։ Անպայման։ Հիմա կբացատրեմ զեթունի ձեթը ինչի համար ենք արել ժողովուրդ ջան, նայեք։ Որ զեթունի ձեթը ամբողջական տարածել ենք մսի վրա, հիմա մեր աղը նայում եք, ինքը կպչել է մեր մսի վրա։ Հիմա մենք ինչքան էլ նայում եք հակառակ կողմը։ Աղն ու սև բիբարը տեսնում եք ոնց է ինքը կպչե։ Հիմա այդ նույն գործողությունը հակառակ կողմ ենք անում։ Եվ հաջորդը սև պղպեղն է։ Ողջան, ինչով կարամ գզորդնել, ինչով։ Ջուլ, դու կարաս տապակը դնես, թո տաքանա, որ հաջորդ քայլը ցույց տանք ինչ ենք անելու։ Այսպես հիմա հավեսին ժողովուրդ ջան։ Այսպես։ Նայում եք ինչ լեժ գեղեցիկ տեսք է տալի։ Նայում եք։ Եսի ոնց կարա մարդ չպատրաստի ու չվայելի ժողովուրդ ջան։ Ուրեմն ավելացնում ենք լիթապտղի յուղ եւ կար։ Բավականա՞վ։ Մի քիչ էլ ավելացրա։ Լավ է։ Հիմա պետքա որ ինքը լավ տաքանա։ Չէ, կարակը լպեց չի ջուր։ Հիմա այդ ընթացքում հիմա միջավ մեր
ձեթը լավ տաքանա։ Ջուր մի հատ սխտոր մաքրի եւ մեզ անհրաժեշտ է ռազմարին։ Մինչեւ մեր ձեթը տաքանա, մեզի անհրաժեշտ է ռազմարին։ Այսինքն Չպրատեմ սխտորը ողջան, թե սենց։ դե մեջտեղից կես արա։ Երկու կտոր արա։ Ուրեմն ռազմարինը այսպես ավելացնում ենք։ Եվ երկրորդ կտորը։ Ռազմարինը թարմ է, ժողովուրդ ջան։ Ու պետք է իան այսպես։ Լավ, իան խառնենք։ Այս ձևի ժողովուրդ ջան, թողում ենք ինքը որ լավ ձեթի մեջը տապակվի։ Ուրեմն ավելացնում ենք սխտոր։ Մի հատ է մաքրի ջուր։ Ուրեմն թողում ենք սխտորը նույն ձևի լավ տապակվի ժողովուրդ ջան։ Սա հերթականությունը ձեզի ցույց կտամ։ Ավելացնում ենք կարագ։ Այսպես։ Թողում ենք ինքը որ լավ տապակվի։ Նորից էլի ավելացնում ենք սխտոր։ Պետք է որ յան թողենք այսպես հավեսին տապակվի։ Արդեն ամուշ հոտ է գալիս ամուշ։ Հա։ Սխտորը որ թարմ է։ Հիմա մի քիչ թողում ենք որ լավ տաքանա ժողովուրդ ջան, հեսա ցույց կտամ ինչ ենք անելու։ Всё, ինձ թվում է կարելի է ստեյքները արդեն այս վերստե դնենք։ Հիմա մեր օպերատորը նորից էլի ցույց կտալ էս գեղեցկությանը լնայեք ժողովուրդ ջան։ Բեսի ոնց կարա մարդ չպատրաստել է լստե նայեք։ Վերջում այսպես մի հատ ավեսին տնավարի այսպես համեք։ Իան պետք է հիմա այսպես ակուրատնի տեղադրում ենք տապակի մեջ։ Պետք է մի քիչ իան այսպես ու իան թողում ենք հիմա որ ժարիտ լինի։ Հերանը պետք է փայլ։ Չէ, պետք չի իան ջուր։ Չէ։ Հիմա հեսա իան պետք է արագ-արագ իան պետք է թեքենք։ Հիմա թողում ենք այսպես ամենակարևորը ձեռքերի աշխատանքա պես ժողովուրդ ջան։ Հա մեկ էս ձենը, բույրը, հոտը, ափսոս չեն կարում փոխանցենք։ Այս ամբողջը չի ժողովուրդ ջան։ Դրա համար մինչև վերջ վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Ուրեմն վերցնում ենք, այսպես էլի ձեռքիա նայեք։ Հիմա նայեք, այս ամեն ինչը ժողովուրդ ջան, այս կպչել է արդեն։ Լստե նայեք։ Ավելացնում ենք կարագ։ Երբ միացնեմ երևի որ արդեն։ Կարելի է ջուր, միացրա։ Այսպես մի քիչ նենց ենք անը, որ մեր մսի տակը այսպես ամբողջական յուղը գնա, որ ավելի լավ լինի ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, հիմա վերցնում ենք նորից էլի հակառակ կողմը։ Այսպես։ Ու իան պետք է հիմա ջուր։ Հա ջան, ասա։ Թալի օգնության։ Ամեն մեծ պատարակ։ Պատարակախ չէ, կթալ է պետք։ Հիմա կթալի օգնության ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Որ մեկը որ։ Այս մեկը ջուր, այսի։ Ուրեմն վերցնում ենք այսենց։ Եվ ավելացնում ենք մեր մսի վրա ժողովուրդ ջան, այսպես։ Ամբողջական, այլ պատկերացրեք հələ մի ձևի համ է մեր մոտ լինելու։ Այսպես սիրում պետք է ու չենք մոռանում, իան պետք է մի րոպե ջուր։ Այսպես։ Այսպես սիրուն ձեռքերով։ Նորից էլի անհրաժեշտ է
Այսպես հակառակ կողմը։ Անընդհատ պիտի թեքենք։ Պետք է անընդհատ թեքենք, իա, որ միջև իան մենք մեր տեսքը ստանանք ջուր։ Ավելի հարմար չի լինի սրանով թեքես, ո՞վ։ Չէ, ջուր, ձեռքերով է պետք է։ Ու այսպես մի վերցնում ենք ռազմարինը։ Այսպես ռազմարինը։ Մա պետք է հակառակ կողմը, այսպես։ Տեսեք, արդեն մեր մոտ համարյա ունեն գործողությունը այս կողմն ենք անում։ Ջույլ, դու գիտես ինչ արա։ Ամանը արդեն բեր, արդեն ժամանակն է։ Հիմա ցույց կտանք մեր հետևորդներին ինչ ենք անելու։ Հիմա մեր օպերատորը ցույց կտա ինչի մեջ ենք ջեռոց ուղարկելով։ Այսպես։ Ինչ ենք անում ուրեմն։ Վերցնում ենք ռազմարին։ Այսպես ռազմարին ենք տեղադրում։ Այսպես։ Մի րոպե։ Այսպես։ Այսպես։ Այսպես ձեռքով իան պետք է ամբողջական, որ իան լավ ժարի տանենք։ Գեղեցկության հələ։ Ռազմարինն ու սխտորը ջուր գիտես ինչ համատալի։ Հոտը արդեն զգացում է, չէ ջուր, որ ինչ համեղ է մեր մոտ լինելու։ Ուրեմն կամանցացնում ենք պլիտան։ Կամ կարանք вообще անջատենք։ Չէ, պետք չէ ջուր, ես համել հա, կարելի է։ Ուրեմն ինչ ենք անում։ Սա ձեռի աշխատանքներ է ժողովուրդ ջան մեր մոտ։ Ձեռքով վերցնում ենք։ Այսպես սիրուն ժողովուրդ ջան տեսնում եք։ Ես ամանը հատուկ գնել եմ, որ այն ամբողջական կարողանանք սիրուն տեղադրենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեղադրելուց հետո ինչ ենք անում։ Վերցնում ենք մեր պատրաստած յուղը, այսպես հավեսին լստեն նայեք։ Ինչ գեղեցիկ է։ Մսի վրա։ Աբրես Ջուլիա։ Ո՞վ ջան, քիչ էս տակի մասը երևի թե Ինքը ամբողջական այսպես մսի վրա ավելացնելուց հետո արի սխտորներն են անպայման մի րոպե Ջուլենա քթալը վերցրու ռազմարինն ու սխտորը այսպես ավելացրա մսի վրա։ Քիչ էլ ներքևի մասը դնենք, որ համատա։ Всё։ Ինչ ենք անում ժողովուրդ ջան, այսպես ավելացնելուց հետո մեզի փայլատի թեղա անհրաժեշտ։ Այսպես տնավարի փագելուց հետո ժողովուրդ ջան, այս գեղեցկությունը ուղարկում ենք ջեռոց, ջեռոցը զարանի արդեն միացրել ենք։ Միացրել ենք 200 աստիճան, պետք է երթվի 45-ից 50 րոպե։ Կեցը Ջուլիա։ Ժողովուրդ ջան, քանի որ մեր հետևորդները խնդրել են ջեռոցը ցույց տակ, տեղադրում ենք ջեռոցի մեջ։ Կմիանանք ձեզ եփվելուց հետո։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք արդեն մի հատ էլ ստեյկը ուրեմն պատրաստել ենք, էսի երրորդն է, չէ՞ Ջուլիա, արդեն պատրաստում ենք։ Ուրեմն Ջուլիա, դու առաջինը ինձ թվում է սպարժները տապակես, հետո նոր ստեյկը կտավաբան կանենք, ժարիտ կանենք։ Ուրեմն վերցնում ենք բիկոնը։ Լավ, դու ես կտրատեմ քեզ տամ ջուր, դու բան արա։ Всё, պատրաստ է։ Հարկավոր է ծնեփեկը համեմել մեզ։ Վերցնում ենք, դնենք ստեղ, կամ կողքը, ով ջան։ Եղավ, ես ուրեմն բեր գիտես ավելի հետաքրիր անենք ջուր։ Հիմա մի րոպե, այսպես։
Զեթունից զեթո մի քիչ յան, այսպես հավեսին տարածում ենք, ինչի համար, որ մեր աղն ու բիբարը յան կպչի ա վրա, որ մեր մոտ ավելի համեղ ստացի։ Օգնեմ էլի ջուր քեզի։ Անպայման։ Մի րոպե, Չեք սև բիբար։ ավելացնում ենք սև բիբար։ Մի րոպե ջուր։ Ասի մի հատ խառնեմ, որ ջան, այս կողքերն էլ անեցի։ Մի քիչ ձեթ երևի ավելացնենք։ Այսպես։ Եվ ավելացնում ենք ձեթը։ Զեթունի ձեթը։ Եվ մի քիչ էլ ավելացնենք աղ։ Всё, պատրաստ է։ Ուրեմն այդ ընթացքում ես եք պատրաստա երրորդ ստեյքը։ Այսպես ավելացնում ենք զեթունի ձեթը։ Տնեփեկը համեմելուց հետո անհրաժեշտ է բեկոնը փաթաթել ուղակի վրան։ Այս վերևի մասը սրնում ենք եւ այս ձևի իջացնում ենք դեպի ներքև։ Որ ինքը ամբողջական ծածկի։ Գեղեցիկ դեպի։ Մեկիշ գեղեցիկ։ Ու ինքը այս տարբերակով ժողովուրդ ջան շատ համեղ է ստացվում։ Նայես որ փորձեք անպայման։ Ուրեմն, ես արդեն մոռացել եմ սև բիբար ավելացնել։ Քանի որ հետևում եմ Ջուլիան ինչ է անում։ Սխալվի, չէ՞։ Հանկարծ չսխալվի ժողովուրդ ջան։ Ովերի կողմից նկատողություն ստանալ, չէ՞։ Ճիշտ եմ անում, որ։ Շատ ճիշտ ես անում։ Դու ոնց կարաս։ Բելուզները կոնտացն է։ Ուրեմն թեքում ենք հակառակ կողմը, ժողովուրդ ջան, էլի չենք մոռանում աղը։ Աղը անպայման պետքա որ խոշոր լինի։ Այսպես հավեսին, ու չեք մոռանում, որ պետք է ամենակարևորը հավեսով պատրաստեք ժողովուրդ ջան։ Եթե հավեսով չպատրաստեք, ինքը 100% համեղ չի ստացի ձեր մոտ։ Դրա համար ամենակարևորը պետք է որ հավեսով պատրաստեք։ Հիմա մեր օպերատորը երևի մոտիկից էս գեղեցկությունը հիմա ցույց կտա։ Այսպես ժողովուրդ ջան, հավեսի։ Պետք է ինչի համար ենք անում։ Հիմա ես կցույց տամ հակառակ կողմը կտեսնեք։ Այսպես։ Հիմա նայեք այս գեղեցկությանը։ Լստե նայեք։ Նայեք մեկ ինչա մեր մոտ ստացվել։ Ինքը ամբողջական, արդեն պետք է մենք այդ ձեռքով այդ ամեն ինչ անենք, ինքը մեր տեղը ամբողջական տարածում է։ Всё։ Լստե նայեք։ Այս գեղեցկությունը։ Ջուլ, ուզում ես այս վերջինը փաթաթի, ես փաթաթեմ դու տապակի։ Արի, ով ջան։ Դե դու վերցրա տապակի, ես փորձեմ քեզի օգնել, քանի որ Բարձրացնում ենք գրակը։ Ու սկսում ենք տապակի։ Ուրեմն այդ ընթացքում այսպես սիրուն այն հավաքում ենք։ Անհրաժեշտ է տապակել երկու կողմից։ Արդեն գեղեցիկ տապակվում է։ Իամտի լավ տապակվի ջուր։ Ու կարող են ջերոցներ դնել, հա։ Չէ, դե ջերոս պետք չի, արդեն։ Ստե յա, ասա որ տապակում ենք սխտորի եւ ռազմարինի մեջ, ավելացել ենք կարակ, այդ նույն գործողությունը ինչ որ ստեյքի համար արել ենք, Նույն յուղի մեջ տապակում ենք։ որտեվ ինքը շատ համեղ է ժողովուրդ ջան, փորձեք ու տեսնեք որ ինքը շատ համեղ է ստացվում։ Ու ասենք որ ինքը շատ առողջարար է սպարժը։ Կարակ փորձեք։ Մնացածն է կարանք առանց բեկոնի պատրաստենք։ Պարժը պատրաստենք, այս մեր ստեյկը լե ժողովուրդ ջան, այս գեղեցկությունը լստե նայեք։ Բայց ոնց կարա մարդ չպատրաստի։ Հələ լստե նայեք։ Ժերոցում որ տեղադրել ենք ժողովուրդ ջան, վերջնական տեսքը կտենակ ինչ տեսք է ստանում։ Հələ տեսքը միան ինչ համեղություն է ստացում։ Իսկ հիմա երևի տապակենք ու միանանք, որ ամբողջական այս գործողությունը ձեզի ցույց տամ, ժողովուրդ ջան, ցույց տվեցի։ Ինչ ձև ենք պատրաստում մեր սպարժները։ Հիմա տապակենք ամբողջական եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր ստեյքները ջեռոցի մեջ են, Ջուլիա ներկայացրա։ Սպարժը արդեն պատրաստ է։ Սկսենք պատրաստել
պատրաստել աղցան, մի քիչ զրույց կանենք, չէ՞, ողջան։ Դե դու ուրեմն պատրաստի, ես եք զրուցեմ։ Գնացի։ Ես աղցանը ինչով ես պատրաստելու։ Ուղղակի բանջարեղեններով աղցան կպատրաստեմ։ Դա այնտեղ տեղադրի, ինձ թվում է։ Լավ, ես եք միջև կոֆեն խմեմ, ժողովուրդ ջան։ Ինչ թեմայից մի քիչ խոսանք, Ջուլիա։ Շնորհակալություն հայտնենք բոլոր մեր հետևորդներին։ Որսս լավ հետևորդներ ունենք, չէ՞։ Լավ հետևորդներ ունենք, լավ մեկնաբանություններ են գրում։ Ջերմ խոսքեր են մեզ փոխանցում մեր ընտանիքին, որի համար անչափ շնորհակալ ենք բոլորից։ Ես էլ եմ միանում Ջուլիային, իրոքից շատ գոհ ենք, ժողովուրդ ջան։ Մեր հետևորդներից, որովհետև իրանք շատ լավն են իրոքից։ Հավատացեք, մենք 2-3 օր եթե էֆիր դուրս չեն գալի, մեր հետևորդները գրում են, ուր եք, ինչ է ելը ձեր հետ, Անձնական նամակով Instagram-ով գրում են։ ճիշտ է, որի համար բոլորիցը դրա համար ուզում ենք վիդեո նկարանենք, որ մեր հետևորդները տեսնեն, որ բոլորիցը գոհ շնորհակալ ենք, ժողովուրդ ջան։ Հավատացեք, դուք ձեր այդ մաղթանքներով մեզ այնքան մեծ էներգիա եք տալի, որ մենք ավելի լավ վիդեոներ նկարահանենք ձեր համար։ Չէ՞ ողջան։ բացի վիդեոներից լավ բաղադրատոմսեր, թե ես, թե Ջուլիան պետքա ձեր համար պատրաստենք։ Ինձ թվում է կգա այդ օրը, որ Ջուլիան էլ կսկսի իր տորթերով ձեզի զարմացնի։ Թե ինչ տորթեր է կարում Ջուլիան թխի։ Ասեմ, որ արդեն 10 քանի տարի է Ջուլ։ 13 տարի եղավ այս տարի։ 13 տարի է Ջուլիան տորթերով է զբաղվում։ Ինձ թվում է կգա ժամանակը մեր հետևորդներին ինքը անպայման իր հմտությունները ձեզի կսովորացնի։ Ճիշտ ասի։ Ճիշտ է։ Ես մի քանի հատ նկարներ կտեղադրենք ողջան վիդեոյի մեջ։ Դե վիդեոների մեջ թե ինձ թվում է մեր հետևորդները, եթե մեր ալիքում նայեն, վիդեոներ կա, որ Ջուլիան տորթեր է պատրաստում։ Քո ծննդյան վիդեոն է, մեկ էլ մի հատ հեղումա կդնենք վիդեոյի ներքև։ Կամ այդ ձևի։ Ուրիշ ինչ կար Ջուլենես, որ մեր հետևորդների հետ կարանք կիսվենք։ Մեկնաբանություն, որ տպավորվել է։ Դե մեկնաբանությունները ճիշտն ասած ժողովուրդ ջան, մեր հետևորդներն էլ են կարդում են։ Շատ լավ մաղթանքներ են գրում։ Ինչ է կոչում այս սալատի անունը։ Գարնանային աղցանա, ողջան, ուղղակի է։ Մեր ամենասիրած վարունգ, պոմիդոր, բիբար, Վիտամիններով հարուստ։ վիտամիններով հարուստ աղցանա։ Լոլիկը քո սիրած աղցաններից մեկն է։ Իսումա բոլորս էլ սիրում ենք, հա՞։ Նորից էլի մի հատ խնդրանք մեր հետևորդների ժողովուրդ ջան, էլի մեծ խնդրանք, էլի մենք ստատիստիկայով նայում ենք, համարյա 72%-ը, որ մեզի դիտում են, առանց բաժանորդագրվելու են դիտում։ Եթե ձեր համար դժվար չի, բաժանորդագրվեք, ժողովուրդ ջան, որ շատանանք, որ ավելի լավ համեղ բաներ պատրաստենք ձեզ համար, ժողովուրդ ջան։ Ու այդ ձևել կա։ Ու մեկ եք խնդրեմ բաժանորդագրվեք մեր Instagram-յան էջում, որովհետև մենք Instagram-յան էջում համարյա օրը մեջ, չէ՞ Ջուլ, օրը մեջ վիդեոներ ենք տեղադրում։ Ստեղ միտեղ երևի կամ էս էլ դու արա Ջուլ, որյանը։ Ստեղ, ուրեմն ստեղ միտեղ վերևում տեղադրենք, սիլկեն, որ մտնեք բաժանորդագրվեք։ Զառանի բոլորիցս շնորհակալություն ենք հայտնում։ Всё, համարյա պատրաստ է Ջուլ։ Հնաց կանաչին, ողջան, կանաչին էլ կտրատենք։ Բեր ես համեմեմ։ Թե դու կհամեմես։ Անպայման, չէ դուք դի անես անպայման, թե չէ։ Լավ, բեր մինչև կտրատես Ջուլ, մինչև դու հələ բերենք ստեյկը ցույց տանք։ Մեջերոցի մեջ ինչ ձևա մեր մոտ ստացվի։ Պետք է որ արդեն ինքը պատրաստ եղած լինի։ Վայ չուտողին ժողովուրդ ջան, էս ինչ համեղա մեր մոտ ստացվի։ Մենակ զգույշ ձեռքերից է քո։ Մալաց։ Չէ, Ջուլ ջան, դու բան արա։ Դու կանաչին կտրատի։ Ստե նայեք ժողովուրդ ջան, էս համեղությունը լստե նայեք։ Էսի բա ոնց կարա մարդ չվայելի։ Մեր մոտ լավ ստացվել է Ջուլ։ Էլ հոտի մասին չեմ կարա ժողովուրդ ջան փոխանցեմ։ Ռազմարինն ու սխտորը ինքը իր գործողությունը ամեն ինչը կատարել է։ Կարելի ասել ոչ մի համեմունք պետք չէր, չէ՞, մենակ այդ
Մենակ է։ Սերվիբար, սխտոր եւ ռազմարին, ճիշտ է։ Հիմա այս ձևի բաց վիճակում մի 15 րոպե էլ տեղադրում ենք ջեռոցի մեջ եւ կարանք արդեն փորձենք Ջուլիա ջան։ Շո, ուրեմն բեր ես տեղադրեմ նորից։ Թարխունն է շատ համեղ այս աղցանի մեջ։ Ջուլես յուղը պատկերացնել լրիվ համեղություն ալնելու։ Ո՞վ մենակ մոռացա կարտոֆիլ ցապակենք այդ յուղի մեջ, չէ՞։ Կարելի է ջուր ճիշտ ես։ Դա ոչինչ։ Լավ, հələ երկրորդը փորձենք։ Երկրորդը։ Օ, իսի լրիվ համեղություն արը։ Նայեք, ժողովուրդ ջան, հիմա հիշում եք, չէ, ինչքան յուղ էինք ավելացրել։ Այս ամբողջական յուղը ինքը քաշել է, միսը իա ջանը, որ ավելի համեղ ստացվի մեր մոտ։ Նորից էլ ուղարկում ենք ուրեմն երկրորդը ջեռոց, ուրեմն 15 րոպե հետո կարանք արդեն փորձենք ջուլ։ Հիմա ջեռոցը բացեմ։ Ես այդ ընթացքում կմաքրեմ կարմիր սոխ ես գլուխ։ Հաջորդ քայլը ջուլ։ Կտրատում ենք ես գլուխ կարմիր սոխ անհրաժեշտ ամես։ Այդ ինչ ունենք մեր բաժանորդների հետ կիսվելու որ։ Իսկ հիմա քո մոտ ավելի լավ է հիշողությունը, թե չէ։ Պատմեմ, դնենք ընդեղ ողջան։ Կտրատենք սոխը։ Այս անգամ մենակ հաց չենք թխել։ Ոչինչ, հաջորդ վիդեոյի ընթացքում կթխենք։ Եվ կտրատում ենք կարմիր սոխ։ Որ ինքը էլի շատ առողջարար է, չէ՞, կարմիր սոխը։ Եվ առողջարար է եւ շատ համեղ է։ Դու համեմեցի ջուլ։ Աղ։ Դուք չարեցիք ո՞վ։ Բերեք լավ ավելացնեմ։ Իսկ թվաց արեցի, որ ասեցի համեմը։ Մի քիչ էլ ձետ կանես որ։ Պայման։ Ստմա բավական է։ Ջուր կասես բավական է։ Չէ՞ ողջան։ Հերիքա ո։ Սկսում ենք խառնել մեր աղցանը։ Գարնանային գույները մեր։ Հա։ Համեղ աղցանն է պատրաստ։ Ջուլ էլ բան չունենք, չէ՞, մեր հետևորդների հետ կիսվելու։ Վերջ, ողջան։ Ժողովուրդ ջան, լավ։ Ուրեմն սենց, եթե մի բանի շուրջ կուզենաք, որ մենք խոսանք, կիսվենք ձեր հետ, մեկնաբանության մեջ գրեք։ Հեն ջուլ։ Անպայման։ Եթե ուզում եք մի հատ թեմայով մենք խոսանք, ձեր հետ կիսվենք, անպայման մեկնաբանության մեջ գրեք, կփորձենք ձեր ուզածը կատարել։ Դե մեր մոտ աղցանն էլ արդեն պատրաստ է, իսկ թվում է ստեյկը հենց պատրաստ լինի, կմիանանք ու ցույց կտանք, թե ոնց է մեր մոտ ստացվել։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր մոտ արդեն սաղ պատրաստ է, հիմա կցույց տանք մեր մոտ ոնց է ստացվել մեր ստեյքերը, լստենայք հələ։ Հենց հավեսին է ինքը եփ լստենայք։ Որ ասում եմ վայ չուտողին։ Հիմա ես ելի եմ կրկնեմ, ես իմ ամենասիրած բանն է ժողովուրդ ջան։ Ջուր դու գործողություն ունես, որ պետքա սալաթի վրա։ Աղցանը երևի աղցանի վրա ավելացնեմ կիտրոն, ողջան մի հատ։ Ուրեմն միջև Ջուլիան ավելացնի, հիմա բերեք, տեսնենք մեր մոտ ոնց է ստացվել։ Դու ջուր չես պատկերացնում ինձ ձևի համեղ է։ Ժողովուրդ ջան, լստենայք։ Յան դանակ էլ պետք չի, լստենայք ինչ հավեսին է եփե։ Այ քեզի համեղություն։ Հավատացեք, ինքը ոչ չոր է, փափուկ լստենայք։
Ինքը ձեռքով, հանգիստ ինքը մեկ, այսի բերեք լստենայք իա մեջի սոկը, մեկ ժողովուրդ ջան, լստենայք, մեկ սոկը, լրիվ համեղություն, մեկ միսը ոնց է ինքը առազնանում, պեչի դանակով, ձեռքով յան ամբողջական, կարաս այս են սիրուն, այս ես նայ մեկ ժողովուրդ ջան, այս կտորը, Անուշ ոնց Համեղություն լավաշտան ո։ Լավաշով էլ փորձի մի հատ։ Ջուր, Աջեն։ դու չես պատկերացնում իր ձևի համեղա ստացել։ Ջուր, Լավաշով մի կտոր անես։ Կիսեմ։ Հա։ Այս է սիրուն ժողովուրդ ջան, վերցնում ենք։ Փաթաթում ենք։ Ու վայելում ենք։ Ունես որ կարակ պատրաստեք ժողովուրդ ջան, շատ համեղա ստացում։ Կարևոր է հյութերը։ Այսա մեր Հələ մեր կարտոֆիլն էլ միացնենք։ օպերատորը ջուլա, հələ մեր օպերատորը թող մոտիկից ցույց տալը ստենայք։ Այս գեղեցկությանը։ Հա մեկ ինչ լավ է ինքը։ Հիմա եկավ ամենա համեղ պահը էլի իմ սիրած բաներից մեկն է ժողովուրդ ջան, չեմ անում։ Սարժան։ Շատ համեղ ախր։ Այսպես բռնում ենք յան։ Դե ուրիշ ձևի էսի չես էլ կարա ուտես։ Ու վայելում ես։ Կարող է փորձես ջուր։ Չէ, դե կադրից ենք փորձեմ։ Բայց ջուր, Աջա։ միսը մի այլ կարգի է եփե։ Դրիվ համեղություն։ Դե արդեն տեսքից էլ զգացում եմ։ Երրորդ կտորն էլ դե ջերոցի մեջ հալը չի եփել։ Այդ նույն յուղի մեջ տապակում ենք կարտոֆիլը։ Որը որ էլի ցույց չենք տա, դե հիմա Պարզ է արդեն ուղղակի շատ համեղ է։ ճիշտ է, մենք որոշեցինք հետո որ այդ յուղով կարելի է կարտոֆիլ պատրաստել, դրա համար անտարբեր չմնացինք։ Դե դի ցույց չենք տա, ինձ թվում է դուք էլ կարաք այդ ամեն ինչը պատրաստեք։ Ջուր, մնաց Հաջին, աղցանն էլ փորձի։ աղցանն էլ փորձեմ։ Կիտրոնիկ եղևել եմ քերել մեջը, ով համը տվել է։ Մեկը մեկից համեղություն։ Անուշար։ Ժողովուրդ ջան, հավատացեք, այս ամեն ինչը կարաք ռեստորանում եթակ այս ամեն ինչը դուք սնվեք, կարաք տան մեջ այդ ամեն ինչը պատրաստեք, տան մեջ ոչ մի բանով ինքը հավատացեք չի տարբերվում։ Իսկ թվում է ռեստորանում էլ այդ ձևի չեն պատրաստի, ոնց որ դուք պատրաստեք ձեր տանը։ Հավատացեք, շատ համեղ է ստացվում։ Անպայման պատրաստեք, մեկնաբանության մեջ կգրեք, թե ինչ ձևա ձեր մոտ ստացվի։ Եթե մի բան էլ ժողովուրդ ջան չի ստացվում, մեկնաբանությանը մեջը գրեք, անպայման մենք ձեզի կպատասխանենք։ Դե ջուլ, աղցանի մասին է խոսք չկա։ Բայց ասեմ նորություն է, բանը լիմոնը որ ավելացրեցիր։ Համովա, չէ, համը տալիս է լավ։ Լավ պրիատնի լիմոնի կեղևով ինքը շատ պրիատնի։ Այս քերի չեմ, ուղղակի քերեցի մեջ։ Շատ ուժեղ արոմատ է տալիս ինքը։ Ու թարխունն է։ Մեջի համը։ Մեր մոտ ստացվեց ջուլ ամեն ինչ։ Անպայման։ Եմ կրկնում, էս իմ ամենասիրած բանն է ժողովուրդ ջան։ Որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա պիտի նստենք այս համեղությունը վայելենք։ Դե գնացինք վայելելու։